Այսօրվա մեր թեման է լինելու 21 տարի հետո ինչպիսի ձեռքբերումներ եւ ինչպիսի թերություններ ունեցանք մենք բոլորս միասին եւ այդ կապակցությամբ այսօրվա Փարոսի հյուրերն են հասարակական քաղաքական գործիչ ուրեմն Արմեն Զադիկյանը եւ օրակարգ թերթի գլխավոր խմբագիր Զարե Աչեմյանը։ Բարի օր ձեզ։ Շնորհակալություն եմ խնդրում հրավերքը ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու Փարոսի տաղավարի սիրելիներս։ Հարգելիներս, ինչ ունեք ասելու որպես 21-րդ տարին է, ինչ ամբողջ հայությունը մի քանի օր առաջ նշեց մեր վերանկախացման 21-րդ տարելիցը եւ այսօր ունենք լիարժեք անկախություն ըստ ձեզ։ Առաջին հերթին ուզում եմ առիթը օգտվեմ եւ շնորհավորեմ սիրելի հայրենակիցներին այս սքանչելի օրվա համար, ուրեմն Հայաստանի վերանկախացման 21-ամյակը մենք տոնում ենք մի պայմաններում, որ երևի քիչ է վիճակված աշխարհի ժողովուրդներին։ Երկար տարիներ պետականազուրկ եղած մի ժողովրդի համար երևի շատ ավելի է արժեքը զգալի պետականություն ունենալ եւ անկախություն ունենալը։ Ուրախ եմ, որ այսօր մեր երեխաները դպրոցներում եթե սովորում են իրենց երկրի եւ հայրենիքի մասին, հակառակ մեզի, որ մենք միշտ խոսում ենք մի վերացական հայրենիքի մասին, նրանք ունեն անկախ պետություն, գնում են, ճամփորդում են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, տեսնում են նա որպես մի անկախ պետություն համահավասար, իրավատեր, ինչպես աշխարհի բոլոր մյուս պետությունները։ Այդ առումով ողջունում եմ այս գեղեցիկ տոնը եւ հույսով եմ, որ այս սքանչելի առիթը, որ մեզի ընծայվել է պատմության մեջ, մենք կարողանանք լավագույնս արդարացնել եւ այդ ազատ ու անկախ հայրենիքը դարձնենք ամեն հայի համար ապրելու երազանքի երկիր, ապրելու ցանկալի մի երկիր։ Ես էլ իհարկե օգտվելով առիթից միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով այս հաղորդումը կազմակերպելու համար, պիտի շնորհավորեմ անկախության, վերանկախության մեր տոնի առթիվ եւ ավելացնեմ, որ թեկուզ այն բանին, որ թե հայրենիքում, թե սփյուռքում այսօր ժողովուրդը իր ակնկալած, այսպես բարիքներով հանդերձ անկախությունը չտեսավ առայժմ, բոլորի հետ խոսելուց այդ տպավորությունն է ստանում, սակայն այնուամենայնիվ պիտի շնորհավորենք մեզ մեր տոնի առթիվ եւ ասենք, որ թեկուզ եւ ձեռքբերումները շոշափելի չեն, ուրախանալու բան, այսպես ասած, շատ չունենք, սակայն միևնույն ժամանակ պետք է նշենք, որ պատմության համար 20-21 տարին դա ընդամենը մի ակնթարթ է։ Վաղը մյուս օր պատմիչները այդ ամենը գրքի մի էջում են տեղավորելու։ Այն ինչ որ այսօր մենք ազգովի ապրում ենք եւ մեզ հավիտենականություն է թվում շատ երկար այս ամբողջ գործընթացները։ Այնուամենայնիվ դա շատ կարճ ժամանակ է լուրջ ձեռքբերումների համար։ Ավելացնենք նաեւ, որ անկախությունը դա ինքը տևական գործընթաց է։ Հռչակագրով լիարժեք անկախություն չի լինում եւ միանգամից երկիրը դրա չի վերածվում։ Սա տևական գործընթաց է, սերունդներ պիտի աշխատեն սրա վրա, որպեսզի կարողանան Հայաստանը արժանավել երկիր դարձնել։ Այնպես որ անկախությունը մի գործընթաց է, մի հավերժ տևական process է, որը սերնդեսերունդ պիտի անցնի, փոխանցվի, սերունդները մեկը մյուսին փոխանցելով, վատը մի կողմ դնելով, օրեցօր անընդհատ նորը սովորելով, պիտի կարողանան Հայաստանը դարձնել արժանավել երկիր, որպեսզի ոչ միայն ձևականորեն մակում ծածանվի հայկական դրոշը, այլ մենք որպես ժողովուրդ կարողանանք հպարտանալ, որ կարողացանք երկար ժամանակ պետականազուրկ լինելով ունենալ մեր անկախ երկիրը եւ այսպես ասած բաց ճակատով նայել մարդկության աչքերին։ Ազգային մեր ինքնությունը եւ քաղաքական իրավասությունը մենք կարողացել ենք կառուցել մեր պետականության մեջ, ըստ ձեզ։ Եթե պետք է մեկ բառով պատասխանեմ քո հարցումին, սիրելի Բալաբեկ, պետք է ասենք ոչ։ Միաժամանակ ուզում եմ նկատի ունենանք, որ ինչպես ասեց Արմենը, միաժամանակ ուրախությունով խառն եւ հուզմունքներով խառն այս օրը, երբ մենք հիշում ենք եւ խոսում ենք մեր երկրի պետականության եւ վերանկախացման մասին, դա չպետք է մեզ արգելի, որ կարողանանք ճիշտ եւ առարկայական գնահատում կատարել մեր երկրի այսօրվա իրավիճակին։ Եվ եթե այսօր մեզ մոտ կամ ընդհանրապես հնչում են
ներկա մեր երկրի պայմանների նկատմամբ բացասական իրականությունները տեսնելու դա չի նշանակում, որ դույզն անգամ մենք անհույս ենք դեպի մեր ժողովրդի լուսավոր ապագան։ Ես կարծում եմ, որ քո հարցի պատասխանը ոչ է, մենք այսօր Հայաստանը տեսնում ենք մի երկիր, որ բավականին հեռու է միջազգային չափանիշներով ճանաչված, ասենք, քաղաքացիական հասարակություն այդ կոչումին հասնելու, թե քաղաքական ազատությունների իմաստով, թե մարդկային իրավունքների իմաստով, խոսքի ազատության իմաստով, օրենքի իշխանության, ազատ արդար դատարանների գոյության, ազատ արդար ընտրությունների գոյության իմաստով բավականին հեռու է այդ իրականությունից։ Դժբախտաբար մեր պատկերացումները անկախ հայրենիք ունենալուց նաև բավական այսօր հեռու են այս առարկայական պայմաններից։ Մենք որպես սփյուռքահայ, գոնե ես իմ պատկերացումս այն էր, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին դեպքը, որ պետք է տեղի ունենա, զանգվածային հայրենադարձությունն է։ Մենք պետք է վերադառնանք բոլոր սփյուռքահայերս դեպի մեր երկիրը, դեպի մեր հայրենիքը։ 21 տարի անց դժբախտաբար տեսնում ենք ոչ թե դա չի իրականացել, ոչ թե սփյուռքը չի փոքրացել հայրենադարձության հաշվին, այլ սփյուռքը մեծացել է թվով, քանակով արտագաղթի հաշվին։ Եվ մեր ժողովուրդը մեծ թվերով, խոշոր թվերով թողնում է հայրենիքը եւ բնականաբար դա ունի իր պատճառները։ Պատճառները պետք է գտնել հենց ինչպես դու ասացիր քաղաքացիական հասարակության մեջ, որ չի կարողացել հաստատվել մինչև այսօր ու նաեւ դրա կողքին մեր երկրի տնտեսական եւ այլ իրավիճակները, որի մասին եթե առիթ ենք խոսենք։ Իմ պատասխանն է նույնը, իհարկե ոչ չի հաստատվել, սակայն որը ունի իր պատճառները։ Գիտեք, ամեն անգամ երբ մենք խոսում ենք անկախության մասին, անկախ գոյատևելու, անկախ ապրելու մասին, շատ նման է համեմատությունը անհատի եւ ժողովուրդների միջեւ։ Ասենք անհատ մարդը որ դեպքում կկարողանա անկախ գոյատևել եւ ապրել ու զարգանալ։ Ասենք հորական տանից դուրս եկած անկախ երիտասարդը, որը անկախացել է ընտանիքից, առանձին ընտանիք է փորձում կազմել կամ անկախ իր գլուխը պահել։ Այն դեպքում, երբ որ այդ անհատը պատրաստ է անկախ ապրելու։ Հակառակ դեպքում, եթե ինքը անկախ ապրելու գիտելիքներ չունեցավ, իր գլուխը չկարողացավ պահել, անընդհատ աչքը հորտունը պետք է լինի, որ գնան նորից ինձ պահեն։ Մեր ժողովուրդը այսօր այդ իրավիճակում հայտնվեց, այսինքն 21 տարի առաջ։ Դրա համար մեր պետական այրերը պիտի այնքան գիտակցություն ունենային, որ իրենք իմանալով, որ դեռ պատրաստ չեն անկախ պետականություն, անկախ երկիր կերտելու, պիտի սովորեին, այդ բացը լրացնային սովորելով։ Հակառակ դեպքում իրենք հայտնվեցին եւ ազգովի հայտնվեցին այդ վիճակում, շնորհիվ իրենց, որ չկարողացանք լիարժեք անկախ պետականություն կերտել։ Ինչու, որովհետեւ դրա գիտելիքները չունենք։ Զարեմ, որ խոսեց բոլորը սպասում ենք հայրենադարձություն։ Ես ամեն անգամ երբ առիթ է լինում, այս մասին անպայման խոսում եմ, որտեղ շատ կարևորում եմ սա։ Առաջին մեր ազգընտիրը փոխանակ ըստ տրամաբանության ներգաղթ կազմակերպել համահայկական ուժերով Հայաստան պետություն կերտել, առաջին ճանապարհ փակող արգելք դնող ինքը եղավ։ Սա արտառոց մի դավաճանություն էր, որ մինչև այսօր մեր ժողովուրդը լավ չի հասկացել սրա կարևորությունը։ Ինչ է նշանակում սփյուռքի նարինջ ուտողները մեր գործերին չխառնվել։ Դա ձեր սեփական գործն էր, թե մեր բոլորի հայրենիքը։ Այսօր մենք ավելի լավ ենք դա զգում, սակայն մենք նաև որպես ժողովուրդ իրավունք չունենք անցյալի սխալներից դաշ չքաղելու։ Մենք ունենք այդ պահին որպես ազգային ուժ սփյուռք ունենք։ Ի հակակշիռ Ադրբեջանի նավթի եւ Վրաստանի ծովի մենք սփյուռք ունենք։ Սակայն ոչ մի բան, ոչ մի դերակատարություն չունեցավ սփյուռքը, բացի ինչ որ դրամահավաքներից, որ այսօր այդ բան ավելի լավ է երևում, քան թե 21 տարի առաջ։ Եվ ավելի շատ է Երևանում վաղը։ Սփյուռքին կանադառնանք, հավաստիացնում եմ, վերընկախացման 21 տարիներին մեծ հաջողվել է իշխանության ճյուղերի տարանջատում ապահովել մեր երկրում։ Արդյոք համարում եք, որ մեր բոլոր ինստիտուտները ձևավորված են կամ կայացած են։ Ըստ ինձ մինչ օրս յուրաքանչյուր հարցի լուծումը գտնելու համար կարծես թե ընդամենը մեկ ինստիտուտ կա, որ դիմում են, դա նախագահական ինստիտուտն է կամ պապայական, այսպես ասած, կամ թագավորի ինստիտուտն է։ Ըստ ձեզ սրանք հարցեր են, որ բոլորը իրար հետ շահ կապված են
ինչ բնույթի այս տեսակի հարցեր ինչքան էլ որ շարենք իրար կողք, բոլոր իրար հետ կապված են, լինքերով կապված են։ Ինչպես կարող էր դա տեղի ունենալ Հայաստանում, երբ որ առ այսօր մենք չենք կարողանում ազատ ժողովրդավար ընտրություն անցկացնել։ Բոլորս գիտենք Հայաստանում ընտրությունները ինչպես է գնում։ Այսինքն, եթե ընտրությունների միջոցով չի ձևավորվում իշխանության մարմինները, բնականաբար ամեն ինչ, բոլոր լծակները կենտրոնանում են մի ուժի ձեռքին, ինքն էլ այդ 3 ճակերտավոր տարանջատված մարմինների ֆունկցիան է կատարում։ Այսօր Հայաստանում մի անձի իշխանություն է, աստիճանաբար մի կուսակցությունից էլ վերածվեց մի անձի։ Հայաստանում մի անձն է, տիպիկ ավտորիտար երկիր է Հայաստանը։ Մանկապարտեզի հարցերից բռնած, կարող է մանկապարտեզի ուտելիքի հարցը այդ մի անձը որոշի։ Հայաստանում այսօր այդ վիճակն է։ Առանձին ինստիտուտներ ոչ միայն չեն աշխատում, այլ ամբողջովին կենտրոնացված է մի անձի ձեռքին։ Այդ դեպքում մեր հասարակությունը կամ մեր ժողովուրդը որտեղ պետք է փնտրի ապահովությունն ու գոյատևման երաշխիքը։ Ես կարծում եմ, որ մեր ինչպես Արմենը ասաց, երբ որ խոսում ենք մեր ապահովության երաշխիքի մասին, սա կարևոր խնդիր է նկատի ունենալ նաև մեր արտաքին քաղաքականության ազդակը եւ ինչպես ասաց մեր հարևանների պարագային, տեսեք Ադրբեջանը ունի իր նավթային դոլարները, Վրաստանը ունի ծովի ճամփան, Թուրքիան ունի Պարսկաստանը, Թուրքիան, մյուսները բոլոր ունեն իրենց նյութական ռեսուրսները եւ բնական ռեսուրսները կամ քաղաքական երկար տարիների վրա վաստակած իրենց առանձնաշնորհումները։ Հայաստանը զուրկ է դրանցից, բայց դրանցով հանդերձ ես կարծում եմ, որ մեր երկիրը կարող էր ապահովել ավելի բարձր քաղաքական վարկանիշ, ավելի բարձր ազգային անվտանգություն, եթե նա ապահովեր իր սեփական ժողովրդի ներուժը իր պետականության կառուցման մեջ։ Եթե մեր պետությունը կարողանար ներգրավել մեր ժողովրդի բոլոր խավերը, ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովրդի, նաև սփյուռքի հայության բոլոր խավերը ներգրավել հանուն հայրենիքի վերակերտման, հանուն հայրենիքի վերակառուցման, մենք կունենայինք ավելի լավ վիճակ, քան թե որում գտնվում ենք այսօր։ Պատմական փաստը ապացուցեց, ինչպես մենք տեսանք Ղարաբաղյան ազատամարտի ընթացքին, երբ մեր ազգի բոլոր ուժերը միացան իրար այդ ուղղությամբ, մենք կարողացանք մեծ հաղթանակներ արձանագրել եւ տարածքներ ազատագրել, պատմական տարածքներ ազատագրել։ Իսկ դժբախտաբար, երբ հարցը գալիս էր մեր երկրի վերակառուցման, պետականության կառուցման հարցում, մենք չկարողացանք համախմբել այդ ազգային ներուժը, որ ունեինք։ Եվ կարծում եմ միակ երաշխիքը մեզ պես պետության համար այդ ազգի ամբողջական ներուժի օգտագործումն է։